Սիրելի բարեբաշտ հայրենիք, այսօր գուզեմ ձեզ հետ բաժնել փոքրիկ հուշմը իմ մանուկ հասակեն, որ մնացած է իմ մեջ, թերևս նաև որոշ իմաստով ցավ պատճառած, այնինչ որ դեղի ունեցավ, որովհետև հազիվ թե 6 տարեկան էի, երևի, կամ քիչ մնալ գանուղ, Գոգոն հասարան, երբ կպատրաստվեինք տարեկան հանդեսին, բնականորեն բոլոր փորձերուն կհետևեի և խանդավառ էի, բայց քալիքեն անդեղյակ էի, օրը եկավ, հանդեսի օրը մոտեցավ և ուսուցչուհին համապատասխան թուղթը տվավ ինձ, որ դանի ծնողներուս վճարելու համար բարի զգեստի համապատասխան գումարը, որ խորիմ այդ օրերուն 10 լիրա էր, որ այսօրվան դեռևս 1 սենտն անգամ չէ, բայց չունեին ծնողներս այդ հնարավորությունը և պատասխանը վերադարձուցի, հանձնեցի ուսուցչին, ես չեմ հիշեր անշուշտ ինչ տեղի ունեցավ այդ երկխոսությունը աչքերու միջև այդպես խոսակցությունը, բայց իմ մտքի մեջ այսօր հետևյալ զգացումը արթնացած է, որ չլինի այնպես, որ երեխամը այսպիսի պատճառի համար, նյութականի պատճառի համար զրկվի իր մանկության տարիներու մեջ շեշտ տնող կարևոր փորձառութենը, մինչև այսօր գսկամ այդ օրը, ինչպես որ քիչ առաջսի, ցավ չէ, որ մեջս կաբրիմ, բայց զարմանալիորեն անմոռանալի հիշողությունը, թող իրապես Աստված պահե, պահպանե մանուկները և իրենց ամեղ փափակներուն իրականացումը դա, որովհետև մանուկները մեր կյանքի օրհնությունն են, լույսն են, ծնողներու կյանքի նպատակն են, և վստահ եմ, որ այսօր թերևս կան նման բարականեր, երբ երեխաներ կրնան զրկված լալ նյութականը, համապատասխան նյութականը չունենալու պատճառով։ Այնպես ընենք, որ նույնիսկ մեկ երեխա այդ զրկանքը չտեսնե և մեկ երեխայի մտահոգությունը անոր ցավ պատճառող այդ զրկանքը բոլորինս պիտի դարձնենք։ Թող Աստված օրհնե բոլոր մանուկները, որովհետև իրապես անոնց ներկայությունը մեր կյանքի մեջ, այսօրվա աշխարհի մեջ մանավանդ միակ և քերակույն նպատակ և ուրախությունն է։ Ամեն։